Սիրելի հայրենակիցներ, 2013 թվականի ապրիլի 9-ին հայ ժողովրդի նորագույն պատմությունը արձանագրեց մեր կյանքի վառ պայծառ դրվագ։ Այդ օրը հայ ժողովուրդը մենք հռչակեցինք նոր Հայաստան և երդվեցինք, որ հանուն մեր հավատի և հանրապետության լուծարում ենք մեր կապերը ներկա անօրինական իշխանության հետ։ Հայտարարում ենք, որ չենք ճանաչում կեղծ ղեկավարներին, չենք հնազանդվելու սուտ օրենքներին, չենք ենթարկվելու անիրավ հրամաններին, լիազորված ենք իրավունքով, պաշտպանված ենք սահմանադրությամբ և չենք վախենում, և չենք վաճառվում, և չենք նահանջում։ Մենք Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս երդվեցինք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք։ Պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք։ Հաղթանակ ենք արձանագրելու բոլոր ճակատներում։ Երդվեցինք, որ մենք նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս Սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերը և հայաստանցիները, որտեղ կա իրավունք, կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ։ Այդ օրը հեռու չլինելու գիտակցությամբ, այդ օրը արդեն իսկ այսօր է գիտակցությամբ, շուրջ 25 տարի առաջ Ռաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց Հայաստանը։ Նա այդ որոշումը չէր ընդունվում և ընկալվում շատերի կողմից։ Այս 20 տարիների ընթացքում նա երբեք չհրաժարվեց մեզ պատկանող օրը այսօր է լինելու գաղափարից և պայքար մղեց այդ օրվա համար։ 2013 թվականի փետրվարի 18-ին Ռաֆֆի Հովհաննիսյանը իր մեջ ապրող մեզ բոլորիս պատկանող լեգենդով մեզ էլ համոզեց և մեր մեջ էլ բացահայտեց մեր ազատ, անկախ և միացյալ հայրենիքի քաղաքացի լինելու պատկանելիությունը։ Ինչպես նա, մենք էլ կատարեցինք մեր ընտրությունը, ստանձնեցինք պարտականություն։ 2013 թվականի փետրվարի 18-ից հետո անմնացորդ մերը դարձած Ռաֆֆին մեր կողքին նվաճում է մեր իրավունքները, թողնելով անցյալում սուտը և կեղծիքը։ 2013 թվականի ապրիլի 9-ը մեր համար դարձավ մեր իրավունքների նվաճման սկիզբ, իսկ Սերժ Սարգսյանի կեղծ երդման և ստի մահ։ Հաղթական քաղաքացիները պարտավորվեցին, որ պայքարելու են, և այդ պայքարը չի կարող լինել մեկ օրով, մեկ ժամով։ Պարտավորվեցին, որ լծվում են նոր Հայաստանի կերտման գործին։